նայում ես իրան, իր արած վիրահատությունները լսում ես իրան, դու չես ուզում ուրոլոգ դառնաս, դու ասում ես ես այս մարդուց եմ ուզում դառնամ։ Չի եղել ինչ-որ բա ձեր կարիերայում, որ ասեք վերջ, էլ սրանից հետո էլ վերջ, ես սխալ եմ ընտրել մասնագիտությունս։ Դիմում գրեցի աշխատանքից դուրս գալու, հետ գնացի բժշկություն, նորից այն ամենաներքևից, սկսեցի պատկերացրեք մի պատուս տանում ես այսքան գումար, հետո իջնում հասնում ես տեղ։ Ոչ թե չեն սիրում գնալ բժշկի, այլ բժշկի նկատմամբ վստահության խնդիր է, հա, վստահության հարց է։ IT-ում մարդիկ աշխատում են տենց մասաժիստով, հոգեբանով, բանով, ու դու լարված, ծանր, ինչ-որ տենց արունախառը բան գնում ես։ Որպես մասնագետներ Դավիթ ջան, բժիշկները Հայաստանում պաշտպանված են այդ օրենքով եւ այլն։ Ձեր դեպքում ո՞նց եք դուք ձեր շարունակական ինքնակրթությունը ապահովում։ Ինչ խորհուրդ կտաք։ Ոչ թե աշխատանք կյանք, այլ աշխատանքի շուրջ դասավորվող կյանք ունես։ Ողջույն բոլորին, ես Լուիզան եմ Ստաֆեյմից, բարի գալուստ Beyond Podcast։ Այսօր խոսելու ենք հետաքրքիր թեմայից, ես կասեի երկու թեմաներից՝ բժշկությունից եւ բլոգերությունից։ Այդ երկու թեմաների համադրությունը իհարկե ում հետ պետք է խոսեինք, ներկայացնեմ իմ հյուրին Դավիթ Տոնոյան։ Դավիթ ջան, բարի գալուստ։ Դավիթը հանդիսանում է Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավարը եւ նաեւ Doctors Room հիմնադիրը։ Doctors Room-ի համահիմնադիրը եկեք ասում եմ ոչ թե փակագծեր բացեք համահիմնադիրը, որովհետև հիմնադրել ենք երկուսով Doctors Room պրոյեկտը, ու կարելի է 3-ով անվանել, դա Էրիկ Պատվականյան, Spin Ideas Agency տնօրենը, որտեղ նկարվում է այս ոդկասթը, դեպի եթե դուք եք ուզում ոդկասթ նկարեք, համեցեք Spin Ideas Agency, ձեռդ գովազդան եմ մերոնց, Տիգրանը Ջորգենցյան ու ես շատ պատահական իրանք այսպես հրավիրում են ինձ հաղորդման, տեսնում եմ որ այն ժամանակ այնքան սենց լավ պայմաններ չէր, դուք որ եկաք, ամեն ինչը շատ լավ միկրոֆոն կար, ես լուրջ եմ, կամերաներ կար։ Դուք հիշում եք, չէ՞ որ գովազդ եք հենց անում, Դավիթ ջան։ Հա, այդ ամեն ինչը նկարվում էր Պրաչիչնի երկրորդ հարգում մի հատ փոքր, շատ փոքր տաղավարում, որտեղ Ջորգենցյան Տիկոյի հեռախոսով էինք նկարում բոլոր հաղորդումները, ու ձայնը ձայնագրում էինք ուրիշ հեռախոսի դիկտաֆոնով, ու այդ ամեն ինչից սկսել հասել ենք նրան, որ հիմա դուք տեսնում եք Spin-ը ինչա դարձել, ու այդ առաջի քայլերից մեկը հենց Doctors Room-ն էր Spin-ը։ Համար լավ պետք է նայել Doctors Room-ին։ Այո։ Հիմա Դավիթ ջան, իրականում ես ձեր մի քանի podcast-ներ այլ տեղեր դիտել եմ, նաև Instagram-ին, հա, ծանոթացա, երբ գիտեի, որ պետքա հյուրընկալեմ ձեզ։ Այսօր ուզում եմ ավելի շատ խոսենք այդ մյուս բաղադրիչի մասին, ձեր մասնագիտական, բայց Beyond podcast-ը ինքը ամեն դեպքում մասնագիտությունների շուրջ է, քանի որ Ստաֆեյմինն է, ու կուզենամ ասեք, թե ձեր մասնագիտությունը որպես բժիշկ, ինչպես եք ընտրել, գուցե ինչ-որ մեկով ոգեշնչվել եք, կամ ինչ-որ մեկը խորհուրդ ա տվել, մի խոսքով, ոնց եք դարձել բժիշկ։ Բժշկությունը մյուս մասնագիտություններից ինձ թվում է մի քիչ տարբերվում է։ Ну, ասենք հաստատ մարքեթինգից, չգիտեմ, այնտեղ իրավաբանությունից, ամեն մեկ իր նյուանսներն, բժշկությունը իր նյուանսներն ունի, ու իր նյուանսները ավելի տենց խորքային են, քանի որ աշխարհի ամենահին մասնագիտություններից մեկն է։ Հա։ Բժշկությունը ու ոնց է ստացվում, ոնց է կընտրում մասնագիտություն, սկզբից սովորում ես 7 տարի ընդհանուր բժշկության ֆակուլտետում, հետո գալիս է պարզ մասնագիտություն ընտրես։ Իսկ ոնց եք բժշկական հենց դիմել այդ։ Բժշկական ոնց եմ դիմել։ Ոնց եք որոշել, որ բժիշկների ընտանիքում եք ծնվել կամ բժիշկների ընտանիքում չէ, մայրս ուսուցիչ է, ուսուցիչ։ Մայրս դասատու է, մայրս ուսուցիչ է, papas բանա գնդապետ է, վայնյա, ու մասնագիտության ընտրության հարցում ինձ ուղղակի խորհուրդ են տվել այս մասնագիտությունը, այն մասնագիտությունը մեծ դեր է խաղացել նաև պապիկս, ով շատ այն բան քֆուրչի պապիկներից չէր կամ հայատում խաղացող պապիկը բավական խելացի գրագետ գիտությունների դոկտոր մարդ էր, ու երբ որ ժամանակն եկավ մասնագիտություն ընտրելու, ինքը ասեց այնց մասնագիտություն պետք է ընտրես, որ օգտակար լինի մարդկանց։ Ու այսի sense ինչ-որ բան չի, պաֆոսնի խոսք չի, էլի ռեալ այդ մարդին ասես, թե քո մասնագիտությունը օգուտ չի տալի մարդկանց։ Ну, իսկ ամենամեծ օգուտը որ մասնագիտությունը տալի մարդկանց բժշկությունը, դրանցի բժշկի մասնագիտությունը մի օր չեմ փոշմանել, որ դարձել եմ բժիշկ, ես իմ աշխատանքը չափից դուրս շատ եմ սիրում։ Այդ է եղել, իսկ ուրոլոգիան ընտրել եմ ընդամենը մի մարդով ոգեշնչված, դա Երևան Սերգեյ Հարությունյանն է,
պրոֆեսոր, դոկտոր պրոֆեսոր են, որ ասում են ֆանտաստիկ անձնավորություն, ու երբ որ 4-րդ կուրսում վերջի խումբն ենք եղել, ինքը դասատովել ու չգիտեմ եւի նախախնամություններ, որ ես պետք է իր խմբում սովորեի, որ նայում ես իրան, իր արած վիրահատությունները լսում ես իրան, դու չես ուզում ուրոլոգ դառնաս, դու ասում ես ես այս մարդուց եմ ուզում դառնամ, հա, իր ոգեշնչում ու հետո ինքը շատ մեծ էր դերը, որ ես ուղղակի 4-րդ կուրսի ուսանող եմ, կարամ գամ ձեր բաժանմունք տեսնեմ ոնց է աշխատանքը բան, ու տարիներ շարունակ ես այդպես լավ սերտ կապ ունեմ Վլադիմիր Արաքյան բժշկական կենտրոնի ուրոլոգիայի ծառայության հետ, ու հենց այնտեղ է դրվել էլի այդ առաջին հիմքերը, ու անընդհատ ոնց որ եզերքը բերեր նրան, որ ես պետքա ուրոլոգ դառնամ, այլ մի քիչ երկար պատմեմ, ես փորձեցի ընդունվեմ Ռուսաստանի Դաշնությունում Կուբանի բժշկական ակադեմիա ուրոլոգիայի մասնագիտացումը շարունակեմ 100 բալից 100 բալ քննությունը ստացա, ասեցի դե լավ, ոնց կլինի չընդունվեմ, 8 տեղ կար ուրոլոգիան ու չընդունվեցի, ինչի համար, որովհետև ինստիտուտի տարիներին ակտիվությունը իրենք հաշվի էին առնում, բայց քանի որ ես արտասահմանցի եմ, իմ ակտիվությունը հաշվի չէր առնվում։ Ակտիվությունասլով ինչ նկատի ունեք դա։ Գիտական հոդվածներ, կավերի մասնակցել, չգիտեմ ինչ-որ բան, այդ ամեն ինչը հաշվի առնում, իմը հաշվի չառնով, չնայած որ քննադատականս բարձր ու կային էլի մարդիկ, որ 100-ից 100 էին ստացել ու ունեին այդ ակտիվության ցուցանիշները, իրանք անցան ուրոլոգիա, ես չէի ուզում արդեն գնացի հասել եմ Ռուսաստան, ոնց որ պարտություն կլներ էլի, ընդունվել եմ դոս քննություն եմ ծանր հանձնել, ինքը ամբողջ բժշկությունից քննություն էի հանձնել ու ծանր կլներ ինքան չհանձնել։ Քանի տարեկան եք ժամանակ 2017 թվականին 24-23, հա, ու չուզեցան ընդունվեցի անեստեզիոլոգիա արձինատուրա։ Այնտեղ։ Ասեցի դե լավ, ոչինչ, եւ բախնես հենց պետքա նարկոզի բժիշկ դառնամ, որտեղ հա Անցավ 1 ամիս, մեկ է զանգ եմ ստանում հեռախոսից. Здравствуйте, Давид, это меня зовут Наталья, մի հատ աղջիկ էր, ով սովորում էր ուրոլոգիայում, ու ես ինչ որտեղ ասել եմ, որ ես ուզում եմ ուրոլոգ դառնալ։ Այդ աղջիկն էլ ընդունվել էր ուրոլոգիա, փոշմանել էր, ուզում էր անեստեզիոլոգ դառնալ։ Մենք մտանք Կուբանի բժշկական ակադեմիայի դեկանի մոտ, ասեցին կլինի մեզ տեղերով փոխեք։ Ու մեզ տեղերով փոխեցին, ես հայտնվեցի ուրոլոգիայում, ինքը ոնց որ ցեզեկը մի քայլ էլ արեց, որ ես ու հայտնվեցի աշխարհի ամենաֆանտաստիկ բժիշկներից մեկի Վլադիմիր Լեոնիդիչ Մեդվեդևի մոտ։ Այդ իմ կյանքի ամենադժվար, բայց ամենահաճելի 2 տարիներին դժվար նրանով, որ իմ կյանքը սկսվում էր, օրը սկսվում էր առօրդ 6-ին, ավարտվում գիշերը 2-ին, ու ինքը տենց ցիրկադային ռիթմով 7 օր շաբաթը 7 օր, հա, բայց դու կրթություն ես ստանում մի մարդու մոտ, ում մոտ Եվրոպայից գալիս էին վերապատրաստվելու, այդտենց մասնագետ էր Մեդվեդևը, իր մասին հետագայում էլի խոսենք, ու երբ որ տեղափոխվեցի արդեն ուրոլոգիա, ավարտեցի վերադարձա Հայաստան ու սկսեցի գործունեություն ծավալել, մասնագիտական։ Իսկն ամբողջ ուղիս եղել է նրա մեջ, որ ես այս մասնագիտությունն մեջ լինեմ։ Իդեպ իմ այդ դեպքից հետո դեկանատը փոխեց ու հաջորդ տարի արդեն արտասահմանցիներ ընդունվելուց կոնկուրսին չէին մասնակցում։ Հա, իրանք առանձին բանով են։ Հա, իրանք առանձին բանով են, իմ դեպքը տեսնելով, այնտեղ փոխեցին ու մեր Հայաստանից լիքը տղեր ինձ մաղարի չունեք անելու, իդեպ, իրանք էլ իմ ավարտել են շատ հզոր 2 անոթային խիրուրգ ունենք, Մուխայելն ու Աշոտը Զոռնաչյան, այնտեղ նույնպես Տիգրանը Բյուզանդյան, ով որ հիմա հանդիսանում է օնկո դիսպանսերի թոքային բաժանմունքի ղեկավարը, բոլորը սովորել են ինձանից հետո այդ կլինիկական արձինատուրան ու սովորել են առանց կոնկուրսի, այդտենց իմ օրինակով փոխեց օրենքը։ Դե էլ ձեզ չհարցնեմ Դավիթ ջան, եթե այդ մասնագիտությունը, ընդհանրապես եթե բժշկի մասնագիտությունը չընտրեիք, ինչ կընտրեիք ձեր կարծիքով։ Չգիտեմ, չկա ինչ որ այդպես բան, որ ես հոբիներ շատ ունեմ, շատ եմ սիրում ամեն ինչ, բայց չկա։ Ես ասեմ, երբ որ Հայաստան վերադարձա, բժշկության մեջ շատ դժվար է ստարտ գտնելը։ Բժշկությունը մասնագիտությունը դա մինիմալ աշխատավարձեր գոյություն չունի։ Դու պետք է մտնես քո արած գործի չափով գումար ստանաս ու քեզ նախ պացիենտները չեն ճանաչում, չեն վստահում եւ այլն լիքը հանգամանքներ կարելի ու ես մտա մարքետոլոգ էի աշխատում շատ հանրահայտ ընկերություններից մեկում բավական բարձր աշխատավարձով, բայց ամեն օր բժշկությամբ չէիք զբաղվում։ Բժշկական ֆիրմայում էի աշխատում։ Հա, հասկանալի է, բայց չէիք հա, չէ, զբաղվում էի երեկոյան ժամերին հիվանդներ էի ընդունում, հա։ Ու չհարցնեմ որտեղ։ Գենետիկայի կենտրոնը մեր մոտ ինքը հա թույլ էին տալիս, որ մենք հա ընդունեինք հիվանդներին, ու այդ աշխատանքը իմ համար ես ամեն օր զգում եմ, որ ես շատ լավ աշխատավարձ էի ստանում, ամեն ինչը շատ լավ էր, շատ բավական հարգված աշխատանք էր, բայց ես իմ տեղում չէի։ Որովհետև օֆիսային աշխատանք, այդ փակ տարածությունները, դեդլայնները,
Արդեն վատաց։ Այդ ամեն ինչ իմ համար չի։ Ես ուզում եմ աշխատեմ այն իմ համար կլասիկ մասնագիտությունները, իրանք ավելի տենց։ Դե քանի որ մասնագիտական ոդկաստ է, ասեմ, դասական մասնագիտությունները իմ համար օրինակ, չգիտեմ, իրավաբանն է, բժիշկն է, ինժեներն է, այնտեղ բանը, իրանք իմ համար ավելի հետաքրքիր մասնագիտություններ են, որտեղ նախ իրանք ունեն 100 ժառանգություն, ու այդ ժառանգության ֆոնի վրա դու կարողանում ես ավելացնել եւ ավելացնել։ Մի օր որոշեցի ես դիմում գրեցի աշխատանքից դուրս գալու, հետ գնացի բժշկություն, նորից այն ամենաներքևից, սկսեցի պատկերացրեք մի պա դու ստանում ես այսքան գումար, հետո իջնում հասնում ես տեղ, ու սկսում ես նորից բան, որովհետև իմ գործը էդի վիրահատարանն է, իմ գործը էդի հիվանդներն են, էդի հայտ կեղտոտ օրգանական միացություններն են, դեղերն են, սրսկումներն են, եւ այդ է իմ աշխատանքը, ես այդ եմ սիրում, դրա մեջ եմ։ Իմ ուղեղը այդ ուղղությամբ ամենակ աշխատում։ Իմ շատ ընկերներից, բժիշկ ընկերներից ասում են, որ իրենց երեխաներին խորհուրդ չեն տա բժիշկ դառնալ, նույնիսկ տենց շատ կտրուկ, հա, չէ, ես չեմ ուզում, որ բժշկի մասնագիտություն ընտրի, իսկ ձեր դեպքում դուք ձեր աղջկան, ձեր երեխաներին հետո ընդհանուր կտաք այդ խորհուրդը։ Միանշանակ կտամ, որովհետև սա աշխարհի լավագույն մասնագիտությունն է իմ տեսանկյունից։ Դժվար իսկ ով ասել որ պետքա հեշտ լինի, դժվար ու ինքը կոփում է մարդուն, ստեղծում է լրիվ ուրիշ մարդ, հա հիմական մասնագիտություններ, որ շատ ավելի թեթև դու կարաս գումարներ վաստակես, իրանք ինչքանով են մնայուն, եկեք քանի որ ստաֆեմ, նա եկեք հասկանանք ինչքանով է ակտուալ, ասենք, չգիտեմ, digital, չգիտեմ, մասնագիտությունը, ասենք այդ մարդը 60 տարեկան միջով է զբաղվելու, 45-ում միջով է զբաղվելու, ասենք այդ մասնագիտական բանի մեջ, իսկ բժիշկը դա είναι ամենածաղկուն շրջանն է երևի, ու երկրորդը մարդկանց օգնելը, մարդկանց բուժելը, այն շնորհակալ հայացքները, այն զանգերը, այն բանը, ես ուզում եմ աղջիկնել տա ամեն ինչից գա, եթե ինքը չուզես բժիշկ դառնա, այդ ուրիշ բան։ Հա, հասկանալի։ Բայց ես միանշանակ իրան ցույց կտամ այդ մասնագիտության ամենի գեղեցկությունը, էլի, իսկ շատ գեղեցիկ մասնագիտություն է։ Դավիթ ջան, իսկ չի եղել ինչ որ բա ձեր կարիերայում, որ ասեք վերջ, էլ սրանից հետո էլ վերջ, ես սխալ եմ ընտրել մասնագիտությունս, պետքա ուրիշ բան պետք է ընտրեի, ես մեծ ցավով եի գնում օֆիսային գործի, հա, մեծ ցավով եի գնում, որովհետև չէ, ես սիրում եմ մասը։ Կա սովորելու տարիներին ինչ որ բա ասում ես, այ արա կուրսացիներ սովորող էր սովորում, արդեն աշխատում է, երեխա բան, դու հələ քննությունների մեջ ես, բան, բայց հետո կյանքը ոնց որ տարբերությունը դասավորում է։ Հա։ Իմ ծանոթներից մեկը հոգեբույժ էր, հիմա էլ է հոգեբույժ, ու ինքը մի հատ հետաքրքիր դեպք պատմեց, որ ու այդ մի անգամ չի եղել, մի քանի անգամ ա եղել, դե շատ ծանր պայմաններում են աշխատում, ասում եմ տենց եղել է, որ դուրս եմ եկել, բաժնիս ղեկավարին ասել եմ վերջ, ես թողնում եմ այս ամեն ինչը, վաղվա ինձ էլ չեմ գալու, տենց ամեն ինչով թողնում եմ գնում եմ, առավոտյան լրիվ այդ ամեն ինչի մասին մոռացած հետ եմ գալի, դուռը բացում եմ, բաժնիս ղեկավարն ասում դու չէիր որոշել, թողեիր, ասում ու ես չեմ հիշել, ընդհանրապես մոտս չի ֆիքսվել, որ ես դրա առաջի օրը ինքան այդ մեր հիմա շատ պոպուլյարնի հուզական այրում ունենալու բըրնաութի կոնտեքստում որոշել եմ, որ իմ 1000 տարվա գործս թողնում եմ։ Դե ԱՄՆ-ում չգիտես խի ուրոլոգները առաջ տեղում են բըրնաութով։ Հա, հետաքրքիր է։ Հա, առաջ տեղում են, դե ինքը համ կոնսերվատիվ մասնագիտություն, համ վիրաբուժական, չէ, իմը չի եղել, նույնիսկ իմ գործի դժվարություն, բարդություններն եմ սիրում, որովհետեւ այդ բարդությունները քեզ սարքում ավելի լավ մասնագետ, այդ մեկ-մեկ հիվանդները գալիս են, ասենց անալիզներն անում են, ստանդարտ դեպքում ասում եմ, չէ, կարող եմ մի քիչ հետաքրքիր հիվանդ լինել, իշխանը, ես չէ, ես իմ գործը մասնագիտությունը չեմ պատկերացնում, օրինակ կինս էլ ազգում, ասում են ժամանակ որ օֆիսային աշխատանքի համ ու բան, ես ոնց եմ գնում աշխատանքի, հիմա ինձ պետք չի հանել քնից, շատ տանջավ, ես դա ամեն օր զգում եմ հաճույքով եմ ես գնում գործի տեղ, դա անանց որ մեր գենետիկայի կենտրոնում որտեղ առավոտյան ժամերին հիմնականում դեռ մի հատ ուրիշ ջերմ միջավայր է, նույնը Նարեկացիում վիրահատարանը մնաց ջերմ միջավայր է, որ ծոր գնաս ընտանիքիդ մոտ հակառակ մի ընտանիքից գնում ես մյուս ընտանիքի մոտ աշխատելու ու երբ որ մեկ-մեկ նայում եմ որ ուրիշ կոլեկտիվներ կան, մենք թիմ ենք, մենք բան ենք, բայց ուճեջ կան, չգիտեմ, այնտեղ 60% անոց աշխատանք են ու դու նայում ես որ դու տարիներ շարունակ մարդկանց հետ ինչի մեջով ասես չեք անցել ու ռեալ ինչի մեջով է, ոչ թե ինչ-որ մեկի բանն է, deadline ինչը հասցնելն է կամ բան, այլ դու ինչ-որ մեկը մեռնում էր, հետ եք բերել, ինչ-որ մեկը խաղի լրիվ ուրիշ կանոններ, ինչ-որ լեզվիայի ծերով եք խմում, դուք այդքանը իրար հետ միահամուռ մի թիմի նման արել եք ու դու զգում այդ ամեն ինչը զգում ես, դու հասկանում ես, որ չէ, այս մասնագիտությունը եւի մեկի պատերազմի ժողովուրդն է, որ տենց պապասա պատերազմի մասնակից առաջի Արցախյան ու իրան
ընկերները չգիտեմ, դա ընկերություն չէ, դիմա մի 50 level բարձր է, եսի ինչ է, եւ մեր ընտանիքի ավելի ամուր ինչ-որ կապ է, նույնը այդ կոլեկտիվն է, էլի, որ ինքը այնքան ամուր կապ է, որ դուք այնքան մտերիմ եք, որ դուք գիտեք ձեր ամեն մեկի տունը ինչա կատարվում, դուք գիտեք ձեր գոլեգայի երեխու ծնունդի օրը, ու էդի ոչ թե չաթում գրում եք, բան, գալիս այսօր գորիկի ծնունդը չէ, ինչ-որ մեկը ասում է, հա վայ շնորհավոր, բան հիշում եմ, որ ծնվավ 4 տարի առաջ այսօր, այդ տենց կոլեկտիվներ է այնտեղ ձևավորում բժշկական ոլորտում, ու այնտեղից եթե զգացել եք ուծեջկան շատ քիչ է, որովհետև բուժքույրը թեկուզ բարձր աշխատավարձ են առաջարկում, ինքը արդեն այդ այնքան է սովորել այդ որ այնտեղ մի հատ տան մեջ ես ապրում դու, մարդիկ չեն ուզում գնան ուրիշ տեղ։ Հետաքրքիր է։ Դավիթ, մի փոքր խոսենք Doctors Room-ի մասին։ Դուք podcast ունեք եւ բավականին ակտիվ կիսվում եք խորհուրդներով, ինֆորմացիայով։ Դրա երբ եք սկսել ու ինչու եք սկսել։ Ինչն է հիմքը, էլի մարդկանց օգնելու, թե որ գուցե մարքեթինգային ինչ-որ բան։ Չէ, ինքը հետաքրքիր պատմություն ունի, արդինատուրան Ռուսաստանը, որ սովորում է, պատմություն շատ եմ պատմել։ Պրոֆեսոր Շորնիկով ունեինք, ինքը նեյրոուրոլոգ էր, գիտնական էր ավելի շատ, քան պրակտիկ բժիշկ, ու գիտնականները ոնց է իրենց աշխարհում են ապրում։ Հարցումներ էր տվել անեինք պացիենտների շրջանում, հարցաթերթիկ էր սարքել, ու սենց նստած ենք ոնց որ սենց շփվում ենք, սենց արի ես իրա տոնայնություն կյանքում չեմ մոռանալ, բեղերով մարդ էր, նկարը ցույց կտամ այդ ցույց։ Давидик, на русском, Давидик, люди не понимают, что такое инконтиненция. Ты понимаешь? Профессор, нормально ли вообще գիտեն ինկոնտինենցիան ինչ է, այսինքն բժիշկիկ մենք գիտենք։ Նենորմալ է, անմիզապահություն։ Որոշեցի, որ ես պետք է զբաղվեմ բլոգով, որ մարդիկ իմանան իրենց առողջության մասին ավելի մանրամասն։ Մենք ժամանակ գոյություն չուներ Instagram-յան բժշկություն, ես ու իմ ընկերը Իսան Ցիկանով, մենք մի տան մեջ էինք ապրում, տուն էինք վարձում իրար հետ այնտեղ ապրում։ Իսան Կաբարդինա-Բալկարիայից էր, ինքը անեստեզիոլոգ էր, ու մի ամիս որ անեստեզիոլոգիայում էի սովորում, էդ էլ էր երևի ինչ-որ նախախնած, Իսա հետ պետք է ծանոթանամ, ով շատ ուժեղ նկարում, մոնտաժ էր անում։ Սկսեցինք նկարել, բայց այն ժամանակ մարդիկ դա չէին կարող ընդունել, 2017 թիվն էր, որ նման բան կարա լինի։ 19-20 թվերից արդեն Հայաստանում սկսեցինք նկարել, Doctors Room եկա, մի անգամ կանչեցին 15 հարց մասնագետիներ, վաղ KPI consulting էր կոչվում, այս ամենը եկան կանչեցին հարցազրույցի իրենց էջի համար, նկարեցինք, ստաֆներ էլի նույնը, բայց տարբեր կազմակերպություններ էին, կանչեցին նկարեցինք այդ ինտերվյուից հետո Երիկին առաջարկացի, արի կարճ վիդեոներ բժշկական նկարենք, մի տարի տենց նկարեցինք, հետո լրատվականներից, չեմ հիշում ով էր, զանգեց, Դավիթ ջան, ուզում ենք ձեզ հրավիրենք ինտերվյուի, չգիտեմ, հարցեր տանք ձեզ, բայց նկարանման գումարը դուք պետք է տաք։ Ոնց որ ես հիմա եկել եմ քո մոտ ինտերվյու, մտիկ ես փող տամ դրա համար։ Ասի օքեյ, ստեսություն ձեզ, դրանից տեսանգերուին, ասի էր կարելի է գալի բժշկական ոդկաստ բացենք, այդ ժամանակ Համայն հայության առաջի ոդկաստերը, գիտենք բոլորս Նարեկը Ամիրխանյան, իմ շատ լավ ընկերը, իրան շատ եմ սիրում, չկա ֆանտաստիկ անձնավորություն է Նարեկը։ Նարեկի, ասացի, այ Նարեկի ոդկաստի նման ոդկաստ եմ ուզում նկարենք բժշկության մասին, ստեղծեցինք դա շատ պրիմիտիվ մեդքաստ անունը, ու սկսեցինք նկարել, սկզբից նույնիսկ հյուրերն էին վախենում գային հյուր, որտեղ մինչև այդ Instagram-ում հատենց շատ ջրիկ վիդեոներ բաներ, մտածում եմ ոդկաստն էլ էլի այդ ուղղությամբ գնալ, սկսեցի իմ ընկերներին հրավիրեցի, իսկ հիմա արդեն մարդիկ լոմեցը դվեր, что попасть к нам։ 19 թվականին, երբ որ STAFM-ը Ղազախստանում գրասենյակ բացեցինք, այնտեղ բժիշկներին հավաքագրում էին Instagram-ով։ Ահա Այդ այնքան բան էր մեր համար սովորական էր։ Չէ, այնքան տենց հենց այդ բառը օգտագործեմ, էլի վայրի։ Այսինքն ոնց կարելի է բժշկին մասին կարծիք կազմել Instagram-ով։ Իր Instagram-ի account-ով։ Հիմա տենց առանձնապես շատ չեմ փոխել կարծիքս, ես շատ Instagram-ային մարդ չեմ, բայց մի բանը հստակ փոխվել է, որ շատ լավ որակով բովանդակություն եւ օգտակար տեղեկատվությամբ կիսվող բժիշկներ ունենք, ու այդ շատ կարեւոր է։ Այստեղ խնդիրն ինչու՞ է կայանում, երբ որ
դու չես կիսվում, մեկը խոսելու է, մեկը այդ նիշան բաց է մնալու ինտերնետում, մեկը խոսելու է, բայց ով է խոսալու։ Մարդիկ ովքեր ասում են ձեր վահանաձև գեղձը ձեր լեղապարկի հետ կապ ունի, չէ՞, այնտեղ ինստա գարասկոպ նայող նումերոլոգ կանայք կան, չէ՞, որ սկսում են բժշկությունից դուրս ինչ-որ բաներ խոսալ, կամ չգիտեմ, այնտեղ ասում են բորշը վտանգավոր ուտելիք է, կամ մյուսը ասում է պետք է բանը սեքսով չզբաղվես, որ ուղեղդ ավելի լավ աշխատի, բան նման հիմարություններ է սկսում տարածվել ինտերնետում։ Մի քանի տարի Doctor's Room-ը եւ Medcast-ը վարում եք։ Հետաքրքիր է ինչ որ ձևով տարբերություն զգում եք մարդկանց տեղեկացված լինելու, ինչ հետաքրքիր տենց այսպես ասած success story-ներ, հա, հաջողության պատմություններ ունեք, որ մարդիկ լսել են, ինչի համար եմ այդ հարցնում, իրական Beyond podcast-ը մենք նրա համար ենք ստեղծել, որ եւս մեկ ուղի ունենանք, եւս մեկ channel ունենանք, այսպես ասած, որով որ մարդկանց հետ ինչ որ հետաքրքիր բաներ ենք կիսում, սովորացնում ենք, ոգեշնչում ենք եւ այլն։ Հիմա ես մեր կարճ ժամանակում տենց մի քանի հատ լավ ոգեշնչող success story-ներ ունեմ։ Հետաքրքիր է դուք ոգեշնչման մասին չի խոսքը, ստե իրազեկման մասին է խոսքը, ամենևին միտք չունենք ոգեշնչելու։ Ոչ թե ոգեշնչելու, այդ success story-ներով դուք ինքներդ ոգևորվել եք։ Հիմա օրինակի համար մենք չունենք հիվանդներ, հիվանդը գնում է բժշկի մոտ, ստառեզակալք է, այնտեղ այդան ասում են արի, նեք ստառեզակալք եմ ասում, չեմ ասում ծեր բժշկի մոտ, ասում եմ կամ տարիքով բժշկի մոտ, ասում եմ ստառեզակալք, որտեղ մենք ունենք որտեղ մենք ունենք տարիքով բժիշկներ, ովքեր ավելի շատ են նորարարությունից տեղներ, քան յուրաքանչյուր երիտասարդ։ Ու ինչ է հարցը, որ իրանց առաջարկում են շագանակագեղձի մերսում, հիշում եմ, որ ին վիդեոներում տեսել եմ, որ դա շուտ բան է, անօգուտ է, որ բժիշկ ջան ձեր վիդեոն չլներ, բան չենք անի։ Զույգերը սկսել են ինքնուրույն ստուգվել, ոչ թե կինը գնաց ստուգի տենախ երեխա չեն ունենում, 5 տարի հետո նոր ամուսինը պարզվի խնդիրը ընդեղից է։ Սեռավարկներին սկսել են ավելի լուրջ վերաբերվել, այսինքն մարդիկ սկսել են check-up-ներին ավելի լուրջ վերաբերվել։ Ամեն դեպքում դա մենակ իմ շնորհիվ չի, թե բազմաթիվ բժիշկներ ունեն ինտերնետում, ովքեր խոսում են։ Իսկ Doctor's Room հարթակը ստեղծվել է նրա համար, որ ստերիլությունից դուրս գանք, այսինքն չլինի կանչեն գինեկոլոգի, ասենք Medcast-ը, չկանչեն գինեկոլոգի, ասենք բարի դες կպատմեք արգանդիմիոմայից, գինեկոլոգն է պատմի, բարի դες արգանդիմիոմը դրանից չենք խոսում։ Խոսում ենք ռեալ խնդիրներից, օրինակ խոսում ենք ռեալ ինչի է պետ պատվերի գները ցածր, ինչի է, չգիտեմ, այս խնդիրը կա, ինչի հիվանդի հարազատ ինչ պետք է սրա մասին իրազեկվի, վերջերս մեր հյուրը նախկին արտադատության նախարար Արփին Հովհաննիսյաններ ում խոսում ենք թե Facebook-յան գրառումները բժիշկների մասին վատ կոմենտները, որ կարելի է դատակակարգով բժիշկը կարա պատիվ պահանջի, նախարար Տիկին Ավանեսյաններ մեր մոտ խոսում են թե բժշկություն որ ուղղությամբ է գնում, այդ սա ծանր թեմաների այդ քննարկել ենք սկսած գնագոյացումից եւ այդ ամեն ինչից, որովհետեւ բժիշկների աշխատավարձը մեծամասամբ գնագոյաց թե ֆիքսված ինչ-որ թիվը գնագոյացման արդյունքում է գալիս։ Ու նմանատիպ լիքը հարցեր, մարդիկ հասկացան, որ 1 միլիոն դրամ երբ որ մուծում են վիրահատության, բժիշկը տեղից 20%-ը ստանում է թե չէ։ Ու դա լիքը հարցերի պատասխան ստանում է թե չէ։ Նայած բժիշկ նայած հիվանդանոց, բայց հաստատ այդ գումարի մեծ մասը չի ստանում։ Հա, մաքսիմում ինչ-որ 30%-ի կարգի գումար ստանան։ Իսկ որպես մասնագետներ Դավիթ ջան, բժիշկները Հայաստանում պաշտպանված են այդ օրենքով եւ այլն։ Ոչ մի բանով էլ պաշտպանված չեն, այսինքն մեկի մտքով փչի բժշկի մասին ինչ ասենա գրի fake page-ով ինտերնետում, տակ կնայես 400,000 կոմենտ, որտեղ այդ բժշկի ընտանիքով ցեղով անիծում են, բայց բազմը բժիշկը այդ օրը գործել չի եղել, ենթադրաբար մեկը ստատուս է գրել։ Հիմա թութու օրենքը նենց է բանում, բոլոր բժիշկներին նմանատիպ բարականում խնդրում են դիմել դատա իրական համակարգով պատիվ պահանջելու վնաս է։ Դավիթ ջան, եթե նայենք բժշկի դուք ասացիք, որ ավարտել եք հիմա շատ սիրում եք ձեր աշխատանքը մեջն եք, բայց կարծում եմ, որ ներկա դարաշրջանում անընդհատ ինքնակրթվելը, նոր բաներ սովորելը այդ բոլոր մասնագիտությունների, հա, կլինի թվային մարքետոլոգ, թե բժիշկ Ձեր դեպքում ոնց եք դուք ձեր շարունակական ինքնակրթությունը ապահովում, ինչ խորհուրդ կտաք։ Ես այս տարի, ուրեմն մարտին եղել եմ Փարիզում վերապատրաստման, այնուհետև ուր գնացինք Ամստերդամ, էլի վերապատրաստման, Թբիլիսի, մեծ միջնորդի կոնֆերանս էր։ Իսկ այդ հնարավորությունները ոնց եք որոշում, որ ասենք այս 10-ից այս 3-ին պետք է մասնակցեք։ Օրինակ մարտին ապրիլի սկիզբն կամ մարտին է Փարիզում, ինքը Եվրոպայի ուրոլոգների ասոցիացիայի տարեկան կոնգրեսն է, ինքը չպետք է ոչ մի ուրոլոգ բաց թող, ինքը ճիշտ է, իրան գնալ հասնել բավական թանկ հաճույք է, որտեղ օրինակ այդ վերապատրաստման մենակ մուտքա վճարը, որ դու մտնես 1000 եվրո է։ Այսինքն դու հաշվի առ որ դու Փարիզից թռնում ես, դու Փարիզ հասնում ես, դու հյուրանոց ես վարձում, մոտ 1
1 միլիոն Google բանից գնում է դեպի այդ վերապատրաստման ունը Ամստերդամի էշրոներ հետի ռեպրոդուկցիոլոգիայի միջազգային կոնֆերանսներ նույնը նմանատիպ անում բժիշկների իրենց գրպանից է մեծամասամբ վճարում այդ ամբողջը թող բոլորն իմանան ոչ մեկ բժիշկին վերապատրաստումներ չի նվիրում ինձ թվում է դժվար գրքերը մտածեին բժիշկների հիմա նայեք դուք պրոբլեմներից են բարձում բժշկական գրքերը բավականին թանկ են եթե դուք օրինակ նույն digital marketing-ի գիրքը կառնեք 20000 դրամով ես 2 հատոր գրքին այն օր տվել եմ 600 евро Հա, digital marketing-ում տենց գրքեր այնքան արագ անդեղ ամեն ինչ տենց գրքեր Ես 600 евро եմ տալիս, որտեղ այդ գիրքը գրել է բժիշկ գիտնական, իր աշխատանքը ռեալ շատ թանկ է գնահատվում։ Ոսե գրքի պիրի պլյոտնա ուրիշ, չգիտեմ, այնտեղ Մոնիկա Բելուչինը տապստորակետները դրեպան, քո ռեալ աշխատությունն է, հա, ու այն որ ասում են աշխատություն, բառից բնում է աշխատություն, հա, եթե դու ուզում ես այդ աշխատության տանտանաս, այդ նախ սպառումն է, քիչ այդ գիրքը երբեք բեսթսելեր չի դառնալու միլիոններ, դա համար գիրքը բավականին թանկ է։ Հա, ոնոմա գրքեր, պոդքասթեր չէ, on-line նույն եվրոպայրոլոգների ասոցիացիան ունի Urove հարթակը, որ մենք միանում ենք ու նույնպես վճարով իրանք 2-300 евро վճարում ես մի քանի ժամանակ ինչ-որ բանի համար եկող տարի պլանավորում եմ լինեմ Չիկագոյում, ուրոլոգիայում 2025-ին Հա, ուլտրասաունդը, հա, արդեն վիզան ստացա Ֆարկ շատ Դոնալդ Թրամփին կամ չգիտեմ ում պլանավորում լինեմ Չիկագոյում, այնտեղ անցկացվելու է մի օրանոց կուրս Սկսվելու առավոտ 6-ին ավարտվելու է գիշերը ուլտրասաունդը, այսինքն սոնոգրաֆիան ուրոլոգիայում շատ հանրահայտ մի բժիշկ անցկացնում այդ կուրսը։ Կուրսն է բավականին թանկ է, $2000 գումար արժի, բայց ինձ թվում է այդ մի օրը կարա տարիների ընթացքում աշխատանք փոխ։ Բժիշկը պետք է վերապատրաստվի։ Մեր մոտ է շատ կոնֆերանսներ անցկացվում, այս տարի անցկացվեց MedMid 2024-ը, որտեղ սփինը կրեատիվ հովանավորներ այդ ամեն ինչի տեղում անցկացվեցին 10 կոնֆերանս։ Զուգահեռ պլաստիկ վիրաբուժություն, տղամարդու կնոջ առողջություն, սեռական առողջություն, ստոմատոլոգիայում այնտեղ ներհոդային ներարկումներ, աշխարհի տարբեր տեղերից բժիշկներին հրավիրել երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան Գեորգի Գրիգորյանի ղեկավարությամբ ու այնտեղ տարբեր բժիշկներ տարբեր մաստեր կլասեր էին անցկացնում։ Հայաստանում նման մասշտաբի մանես չկար։ Urologների տարեկան կոնգրեսն է, որտեղ այս տարի Եվրոպայից ու այսինքն 24 թվականի Եվրոպայից ու աշխարհի տարբեր տեղերից մենք ունենք բժիշկներ, ովքեր մեզ լեկցիաներ էին կարդում Այսինքն մարդը եթե ուզենա վերապատրաստի, բայց եկեք հասկանանք, որ այդ վերապատրաստումը բավականին թանկ հարճուկ է։ Հա։ Նույն MedMid-ի ժամանակ 5-10 հազար է մուտքավճարն է, շատ սիմվոլիկ գումար էլի, բայց օրինակ Եվրոպայում նմանատիպ գնով դու մոտիկ չես գա կոնֆերանսի Իսկ քանի որ տենց ակտիվ մասնակցում եք այդ կոնֆերանսներին, իմ բանով հայ մասնագետները, բժիշկները բավականին ուժեղ են եւ մասնագետ որպես, հա, այդ արդեն այլ հարց է, որ մենք ինչքան ենք տեխնիկապես հագեցած, ինչքան ենք այդ փորձ եւ այլն։ Բավականաչափ տեխնիկապես։ Իսկ եթե ընդհանուր բժիշկների Ընդհանուր չեմ կարող ասեմ, մենք ես երևի ստեղ շնորհակալություն հայտնեմ մեր ավակ սերնդին, ավակ սերնդի ուրոլոգներին, մեզնից արավ վերջերս ոդկաստ եք նկարել հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ Ռուբեն Հովհաննիսյանի հետ ու իրան էլ եմ նույնը ասել, ասում եմ Ռուբեն Հովհաննիսի դուք նենց եք արել, որ երբ որ մենք Եվրոպայում խոսում ենք, մենք աբորիգենների նման չենք լսում, այսինքն այդ տեխնիկան որ իրենք խոսում են, մենք այդ ամենը ունենք։ Ունենք դրանց մեր հիվանդանոցներում կլինիկաներում օգտագործին որ նորարարություն չկա նույնը չի ինչ որ 90-ականներին էր երբ որ Եվրոպան մի 50 քայլ առաջ էր մենք հետ էինք ի պատիվ մեր ավակ սերնդի բժիշկների դրանք շատ հզոր մասնագետներ են հատ բոլորի անունները չգիտեմ տալ դա չենք հասցնում մեծ հարգանք իրանց բոլոր չէ տամ չեմ կարա չտամ դա նույն Երևան Սերգեյչն է դա Մուրադյան Արմենն է ԵՊԲՀ ռեկտորը դա Ավոյան Արմենն է Աստղիկի բաժնի վարիչը դա Ամելենի Կիշնա հանրապետականում Արտուր Նագրապսկին Իզմիրլյան բժշկական կենտրոնում Ռուբեն Հովհաննիսովիչն հիմա բոլոր անունները Շահսուվարյան Հայկ իրանք մեծ մասին չեն էլ ճանաչում կարող ինտերնետում են տեսել բայց ես իրանց վաստակը որ տեսնում եմ Վարժան Հայկովիչն է Շահսուվարյանը որ ուրոլոգիան Հայաստան բարձրում Ծատուրյան Աշոտն է հիմա իր տղերն իր գործը շարունակում Արմանը Ծատուրյանցան հզոր մասնագետներ են ների թողներեն բոլորում անունը չկաց դա Իվան Աղաջանյան պրոֆեսոր երջանկայի շտակ բոլոր մասնագետներ են ովքեր հիմք են դրել Հայաստանում այնց որակյալ ուրոլոգիայի զարգացման որ մենք հիմա Եվրոպայի կարող ինչ որ շատ նեղ տեխնիկական հարցերում հետ ենք
դա էլ մեր շուկան է շատ փոքր, ռոբոտ դա Վինչի չունենք, ուսում կունենանք, բայց մնացած առումներ մեր հիվանդը կարիք չունի գնա հասնի Եվրոպա։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ անհատը կամ անհատների խումբը կարող են տենց լուրջ փոփոխություն բերել մի ամբողջ ուղղության վրա։ Մեր ուղղություն ուրոլոգիայում ոնց է եղել, շատ կուր, հա, ասենց համակցված, ասենց մեծ թիմ է ու կապ չունի այդ Ռուբեն Օգանսյանի հետ էինք քննարկում, որ Հայաստանում այնքան վստահ է, որ դու ինչ ասեցիր հիվանդին բուժման տակտիկայով, ինքը գնա որ հիվանդանոցն էլ մտնի նույն բանն է լսելու։ Մի փոքր աճ, մի փոքր ձախ, մի փոքր ընդհանուր միտքը նույնն է լինելու, որովհետեւ մենք դպրոց ենք, մեր հավաքն դպրոց են ստեղծել, որի հիմքի վրա այդ դպրոցը աշխատում է։ Մասնագիտություններ կան, որ մարդիկ իրար չեն ճանաչում։ Իսկ այդտեղ մասնագիտությունները, որ ոչ թե ճանաչում են, համակցված այնքան են աշխատել, որ մի հատ օրգանիզմի պես գործում են։ Կա այդպիսի կարծիք, որ մարդիկ չեն սիրում բժշկի գնալ, ու երբ որ քննարկում էի ծանոթներիս հետ, վերհանեցինք այսպիսի խնդիր, որ ոչ թե չեն սիրում գնալ բժշկի, այլ բժշկների նկատմամբ վստահության խնդիր է, հա, վստահության հարցը ավելի շատ ու այդպիսի բաներ էր, չգիտեմ այդ հիմա ինչքան ակտուալ, որ եթե ձեր բուժումը Google-ն է նշանակել, ուրեմն գնացեք մի հատ էլ, չգիտեմ, Yahoo-ից այդ նույն բանը հարցրեք, այսինքն այս կոնտեքստում ինչքանով է այդ եթե տենց շատ չխորանանք ու ուղղակի ձեր կարծիքն ասեք, հա, այսպիսի բան կա թե չէ, վստահությունը բժիշկներին ու ես միայն ձեր ուղղության մասին չեմ խոսում, առհասարակ, հա։ Ես ախր մենակ իմ ուղղության մասին կարամ խոսեմ, որտեղ իմ ուղղության մեջ եմ աշխատում։ Դե այդքան հյուրեր եք ունենում բժիշկները, այդքան տարբեր ոլորտներ։ Նույն Instagram-ը թույլ է տալիս բժշկի հանդեպ վստահություն ձևավորել։ Դուք ասում եք, բայց իմ հիվանդները գալիս ասում են, ոնց որ քեզի 500,000 տարի է ճանաչենք, ասենք, ոնց որ մեր տան անդամն էլ այսինքան ենք նայել։ Այսինքն այդ վստահության ինչ որ ոլորտ է, կոմունիկացիա պետք է լինի բժշկի ու հասարակության միջև։ Այո, բայց այն ինֆորմացիան ինչ որը խորը գիտական է ու խորը մասնագիտական է, այդ սովորական մարդը չի կարող իմանալ, եթե ինքը էնդոկրինոլոգի մոտ է գնացել։ Դրա համար պետք է գնա բժշկի մոտ, իսկ բժիշկը պետք է պարտավորի իրեն բացատրի։ Այսինքն խնդիրը ընդեղից է գալի, որ բժիշկները չեն բացատրում։ Բժիշկները բացատրում են, հիվանդները չեն լսում։ Հա, այդ սա քան որ դուք բժիշկ եք, մեղավոր են հիվանդները։ Իրականում այդ խնդիրը կա։ Չէ, ես չեմ կարող բոլորի համար ասեմ։ Ես իմ հիվանդների բնականաբար ձեր խորը սուբյեկտիվ կարծիքը ես իմ հիվանդների հետ աշխատում եմ, ես հույս ունեմ բոլորն են այտենց անում։ Հիմա եթե բոլորը այտենց չեն անում, ես չեմ կարող ասում։ Դուք հիմա համոզված եք, որ չգիտեմ, այնտեղ մյուս HR-ները նույն ձև են, հա, ոնց որ դուք HR եք, չգիտեմ, մասնագետ։ Չէ, ես HR չեմ։ Հա, նո ենթադրեցի, էլի, հա։ Մի HR-ը չի կարող, չէ, ենթադրել մյուս HR-ը բան անում։ Մեր հիվանդանոցներում HR-ից խոսացինք, մեր հիվանդանոցներում պակաս է այդ HR կուլտուրան, որտեղ մեր մոտ հիմնական կադրավիկներ են, թղթեր վերեցիր, ընդունեցիր, սանգրքույկներ, բան, հա, պակասում է HR կուլտուրան, որտեղ բժիշկների բժշկական սաստայում պետք է հոգեբաններ, HR-ներ, հանգստի սենյակներ ու նմանատիպ բաներ, պրոստը էլի։ Իսկ ինչի չկա հիմա, այսինքն այդ բարձրաձայնվում է, որ օրինակ մեր հիվանդանոցին պետք է մտքներովս էլ սկի չի անցնում, որ Կարող չեք բարձրաձայնում դրանից է։ Որ մենք Ռուսաստանում բան ունենք, Արտինատրսկիում հանգստի սենյակ ունենք շատ փոքր, այնտեղ ունենք տուրնիկ ու PlayStation, այդ տալի մի քիչ հանգստանանք, էլի չէ՞ առաջնություններ բաներ են կազմակերպում, բայց ունենալս IT-ում մարդիկ աշխատում են, տենց մասաժիստով, հոգեբանով, բանով, ու դու լարված ծանր ինչ-որ sense արունախառը բան գնում է, բուֆետն է մոտակա կամ ինչ-որ։ Այդ գիտեք ինչից է, որպես այդ համայնքի ներկայացուցիչ եւ նաեւ քան որ մի քանի հազար ընկերության հետ ենք աշխատում։ Կան ընկերություններ, որոնք որ Իշ մենք որ ասի օֆիսում եմ աշխատը, այդ գործ ստաֆով եմ գտել։ Օ, շնորհակալություն, հա։ Կան ընկերություններ, եղել են ընկերություններ, հիմա էլ դե կան։ Օրինակ Google-ը, հա, Google-ը ինքը դրել է ֆորմատ, որով որ պետքա լինի IT ընկերությունը, օրինակ։ Google-ը, Apple-ը, մյուսները, այսինքն որ պետքա օֆիսում լինի հանգստի սենյակ, այդ ձեր ասած տուրնիկը, ուտելիք եւ այլն եւ այլն։ Ու այդ եկել է։ Ինձ թվում է ամեն դեպքում գնում է այդ տրանսֆորմացիան նաև Հայաստանում IT-ում չէ, IT-ում դե կա շուտվայինց կա IT-ում արդեն 10 տարի IT-ն իրականում ֆլագման է։ IT-ից հետո բանկերը դա ընդունեցին, հիմա արտադրական ընկերություններ կան, որոնք այդ սախ սիրուն բաներ ունեն, բայց այդ տրենդը նաև հիվանդանոցներում ենք նկատում, Դավիթ ջան, այսինքն հիվանդանոցներն էլ են հասկանում այդ տրանսֆորմացիայի կարևորությունը։ Բայց եթե իրանք էլ ունենային տենց մի հատ Google-ի նման ոնց որ ֆլագման, որտեղից որ հիվանդանոց բացում տենց կանեմ։ Հա, այդ մի հատ ընդհանրապես մի մարդ կամ մի հիվանդանոց կամ
մի բան է մեկ բաժանում այդ լավ վիճակը դեպի Էսա գնամ զանգեմ նարեկացու իմ տնօրենին, տնանք ինչ ենք անում։ Իսկ մենք որովհետև հիվանդանոցները հիմա ունեն պալատի խնդիրներ, այսինքն երբ դու պետք է կառուցես հանգստի սենյակ, բայց դու կարաս կառուցես պալատ, որտեղ հիվանդ ես տեղավորում։ Երբ որ դու գումար ես ծախսելու PlayStation առնելու կամ բան, ասենք մի քանի $1000 է թա բան սենյակ կառուցելու համար, կներեք, բայց այդ գումարին կարելի է դեղորայք գնել, սարքավորում գնել, իրենք շատ թանկ են։ Բժշկական սարքավորումները շատ թանկ են, rearrange-ը մի հատ լավ հյուրասպեք լավ բան է, քանի որ շատ ճշգրիտ են։ Ու ասենք, եթե X սարք ինչ որ ուրիշ ոլորտում 50 անգամ էժանը, բժշկության մեջ բավականին թանկ է, որտեղ դեղորայքը թանկ է, ու դրա համար դեռ այն վիճակում չենք, որ մեզ այդպես շռայլություն թույլ տանք, ինձ թվում է աշխարհի հիվանդանոցներում էլ չի շատ են նման բաները։ Համաձայն եմ։ Որովհետև ինքը նախ բժշկությունը կոնսերվատիվ ոլորտ է, ինքը մաքսիմալ պետք է պահպանի իր կոնսերվատիզմը։ Այսպես բժիշկ չեն դառնում, որ PlayStation խաղան։ Կոնսերվատիզմը պետք է բանանի, պահպանի իր, որովհետև դրա մեջ նայեք, բժշկությունը ինքը ոնց ասեցի հարուստ ժառանգություն ունի։ Այդ ժառանգությունը կոնսերվատիզմը հա մենք նորարարություններ ստեղծում ենք, բայց այդ կոնսերվատիզմի հիմքի վրա ենք ստեղծում։ Մենք չենք կարա լրջությունը, ուշադրության մակարդակը, մասնագիտական, աշխատանքային մոտիվացիան մի քիչ ուրիշ տեղ պետք է լինի։ 90% բժիշկների մոտիվացիան գիտեք որն է։ Խիրուրգներն է։ Օգնելը մարդկանց։ Այս վիրահատությունն արեցի, հիմա ավելի ֆանտաստիկն եմ անելու, մը ֆանտաստիկը, ու կապ չունի, որ այդ ֆանտաստիկը տևում է 16 ժամ, դու անջատված բանես, որովհետև այտենց իմ ամենաերկար վիրահատությունը տևել է 12 ժամ, 2-3 հոգով էինք անում այդ վիրահատությունը, դրանից հետո այսքան հոգնածություն չեմ զգացել, էլի, որովհետև այդտեղ մենք մի level էլ բարձրացանք, դա ոնց որ բուժուր հաղթանակ լիներ, հա այնտեղ մոտիվացիան մի քիչ այդ կարգել է այդ ստիլի է։ Դավիթ ջան, վերջին հարցս, քանի որ մենք կադրեր բառը չենք սիրում մեր ոլորտում, դրանք տաղանդներ են, հա, այսինքն բնականաբար դա կադրերի ղեկավար չի, այլ մարդկային կապիտալի կամ տաղանդների եւ այլն։ Խնդիր ունի Հայաստանը բժիշկների առումով, երիտասարդ բժիշկներ, այսինքն շատ են երիտասարդները, որոնք ցանկանում են բժիշկ դառնալ եւ այդ սերնդափոխությունը լավ լինում է, թե կամ որ ոլորտներում խնդիրներ կան, եթե ինչքան մասնագիտություններ ունենք, որտեղ բժիշկներ չունենք, մասնագիտություններ ունենք, որտեղ այնքան բժիշկ ունենք, որ կարող է երկրորդին բարևս մաշկաբան լինի կամ գինեկոլոգ կամ ռեպրոդուկտոլոգ կամ բան, բայց օրինակ չգիտեմ պաթանատում շատ քիչ ունենք, ովքեր դիահերձումներ են անում կամ այդ բիոպտատներն են նայում, նմանատիպ կամ շտապօգնության մասնագետները։ Քանի որ մենք գնում ենք այդպես գլոբալ աշխարհում մարդն, ես լիքը կուրսացիներ ունեմ, ովքեր գնացել են IT։ Իրանք որովհետև հասկացան, որ չկա մոտիվացիա որևէ այս ճանապարհն անցնելու։ Այսինքն IT գոնե biotech, medtech տենց չէ։ Front end, back end, չգիտեմ, ծրագրավորում, weekend, տարբեր տեսակի գործունեություն մարդ կա, դեռավ կինո ռեժիսոր մարդ կա, օրինակ մեր Աշին եմ շատ ասում, Պետրոսյան դառավ շատ հայտնի դաշնակահար, Ռաֆոն Պետրոսյան պետք նայեք էսի են մասնագիտությունը, ինքը շատ ծամպագորբորում ասում, հեսա կասեմ զվյոզդը տարել է այս տղով, բայց չէ, ինքը մասնագիտություն չի, ինքը առաքելություն է։ Դու բժիշկ ես ամեն տեղ, Կամբոջայից մինչև Ավստրալիա։ Դու կապ չունի լիցենզիա ունես, չունես, դու բժիշկ ես։ Դու բժիշկ ես ամեն պահի, գիշեր, օրինակ լինում է, օրինակ ինչ որ այլ մասնագիտության մարդ է զանգում, ինքը չի պատասխանում, ասում Դավիթ ջան, ես 7-ին զանգերի չեմ պատասխանում։ Ես 7-ին չես, գիշերը 2-ին եմ սրտատրոյից որ զանգ է գալի, սենց եմ լնում մի հատ պատասխանում, որտեղ ինձ կարող եմ այդպես հարցով զանգել, ու լինում է որ զանգում են, այտենց շատ լուրջ հարցով։ Էսի առաքելությունը դու պետք է պատրաստ լինես, որ ոչ թե աշխատանք կյանք, այլ աշխատանքի շուրջ դասավորվող կյանք ունես։ Այսինքն քո կենտրոնական մասը դա աշխատանքն է։ Հա, մնացածը երեխայի դաստիարակություն, ընտանիք, հանգերոջ հարսանիքի գնալ։ Ես ձեզ Վլադիմիր Մեդվեդևի օրինակը բերեցի, ինչի համար իր աղջկա հարսանիքի օրը ծանր հիվանդ ընդունեցին, ժամ 10 րոպե էր մնաց հարսան, հելավ եկավ հիվանդանոց։ Տարբերակ չունեինք։ Ինքը պետք է գար հիվանդանոց, այսինքն ինքը չուներ ալտերնատիվ ընտրելու։ Ու հենց նմանատիպ բաներ կան, որ բժիշկներ կան ասում են 6-ից հետո մի զանգի, գրազ եմ գալի 10-ով 90% զանգերին պատասխանում է 6-ից հետո էլ 7-ից հետո փորձում ատոնցվի որ քչացնի, բայց մեկը բոլորս է որովհետև սա այն մասնագիտությունն է, որ ասում եմ ինքը ես հենց այդ եմ կյանքը կառուցվում քո մասնագիտության շուրջը ու ուր էլ գնաս, դու ասեն կարող է ես այսօր դուրս գամ
զգացել եմ բժիշկներ, ովքեր իրենց աշխատանքը թողել են ուրիշ բանով են, երբ որ ներկայանում են, ասում են, դե ես բժիշկ եմ, բայց հիմա IT ընկերության տնօրեն եմ, դե ես բժիշկ եմ, բայց հիմա հաց թուխ եմ, դե ես բժիշկ եմ, բայց հիմա գրող եմ։ Այսինքն այդ մարդը նախ եւ առաջ ասում է, այդ ինքնին է ոնց ասի, ես բոյով եմ, կամ ես հայ եմ, կամ չգիտեմ, ես մի անգամ բժիշկ, միշտ բժիշկ։ Հա, էլի այդ պրինցիպն է աշխատում, էսի այդ մասնագիտությունն է, որ պետք է շատ սիրես, ու երիտասարդները հիմա եթե սիրում են, գալիս են այս հողությամբ, եթե չեն սիրում, իսկ խորհուրդ եմ տալիս ժողովուրդ ջան, թողեք։ Իսկ ոնց իմանան սիրում են թե չէ Դավիթ ջան։ Այդ գնան հիվանդանոց, մի գիշերը հերթապահեն, մի ծանոթ բժիշկ ծանոթ ոնց է չլինի կունենա, խնդրեն մի օր գնա հետը ընդունելության նստի, մի հատ հասկանան, որ իրանց կյանքը անվերջ գրքերի վրա է լինելու։ Եվ հիվանդների, եւ հիվանդանոցում, եւ նույն կոլեկտիվի։ Իրա մեջ այդ բանը Շերլոկ Հոլմսյան հետաքրքրությունն է մասնագիտության, երբ որ դու բարձում ես թե ինչ խնդիր ունի հիվանդը, դոկտոր Հաուսը մի հատ լավ կտոր ուներ, այտենց որ ասում էր հիվանդի մահացու դիագնոզ դրեց ու ուրախության ու չափսահման չկար, որտեղ ինքը ճիշտ էր։ Այդ բժշկությունը այդ բանն էլ ունի ու ամենակարևորը բժիշկը պետք է իր էմպաթիան չկորցնի, դրա համար պետք է միշտ հասկանաք ու դու այս վերջերս ես շարք եմ սկսել վիդեոռոլիկների անվանի հայ բժիշկների մասին, վերջերս նկարել եմ բժիշկ Հրայր Հովակիմյանի մասին, ով ազգային հերոս Հայաստանի Հանրապետության, այդ ես մեկ-մեկ մտածում եմ, ինչքան ներքին ստержն պետք է ունենաս մեջը, դու հզոր կարիերա է ստեղծում, քեզ ամբողջ կարդիո հա այդ բանը միջավայրը աշխարհում ոչ միայն Հայաստանում քեզ պաշտում է պրոստը ու դու հելում գալիս ես նոր անկախացած պատերազմի մեջ երկրաշարժի մեջ երկիր ու դու ստեղ ես ու դու ստեղ աշխատում ես դու հասկանում ես մարդու կյանքը իր գործի կողքն է ինքը ինքնաթիռը ճիշտ է մտնում վիրատան հետո նստում ինքնաթիռ նույնիսկ ամնում է չեմ կարող բացատրեմ այդ ներքին ստержն ու մենք Ավրորայի մրցանակաբաշխությունն ենք որ Ռուբեն Վարդանյանն էր մանե մրցանակներից մեկը տվեցինք ամերիկացի բժշկի ով աշխատում էր Սուդանում Տոմ Կածինան նորից դու ամերիկայում աշխատող բժիշկ ես բարձր աշխատավարձով ամիսը տարին կես միլիոնից մինչև $1 միլիոն աշխատավարձով դու բժիշկ ես ու դու հասկանում ես որ Սուդանում քաղաքացիական պատերազմը դու իրանց պետք ես դու նստում ես ինքնաթիռ գնում ես Սուդան ու քո կյանքը կառուցվում է Սուդանում քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող մարդկանց կողքին նման տիպ պատմությունները ոգևորող են նման տիպ պատմությունները շատ լավն են հուսանք մենք էլ մի օր կունենանք այդ ներքին ստержնը նման մասնագետ դառնալու համար Այո շատ շնորհակալ եմ Դավիթ ջան շատ հետաքրքիր ոչ ստանդարտ զրույցի համար ոլորտը ինձ համար շատ տեղեկացված չեմ ու այսօր ահագին բան իմացա նաև բժշկի մասնագիտությունից ձեր բոլոր նախաձեռնություններին մաղթում եմ հաջողություն ու կարծում եմ որ էլի կհանդիպենք Շնորհակալ եմ շատ Շնորհակալ եմ նաև մեզ լսողներին, մեզ դիտողներին եւ եթե ձեզ դուր է գալիս այն բովանդակությունը, որը մենք ստեղծում ենք, բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակի կոճակը, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։